Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 4 գերիների վերադարձը եւ Սիրիային 2 վարձկանի փոխանցումը իրար հետ կապ չունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը, նշելով, որ աշխատում են նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Հիշեցնենք, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլջեքչյանը եւ Վագիվ Խաչատրյանը Հակարիի կամրջով հանձնվել են Հայաստանին։ Այդ նույն ժամանակ էլ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ՑՄԱ ազատաձգման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային։ Ադրբեջանի կողմից 4 հայ գերիների ազատ արձակմանը եւ նրանց Հայաստան տեղափոխման արձագանքերը Եվրոպական միությունը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել երկու երկրների միջև հետագա դրական քայլերին, գրել է Եվրամիության արտաքին գործերի նախարարության խոսնական Իտա Հիպերը։ Հիշեցնենք, հունվարի 14-ին Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ադրբեջանական գերությունից ազատված Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլջեքչյանը եւ Վագիվ Խաչատրյանը Հակարիի կամրջի մոտ հանձնվել են Հայաստանին եւ այժմ գտնվում են Հայաստանում։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ նրանք անցնում են բժշկական զննումներ եւ նրանց վիճակը ընդհանուր առմամբ բավարար է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ողջունել է Բաքվում ապօրինաբար պահվող 4 հայ գերիների հայրենիք վերադարձը, դա անվանելով մխիթարություն ու հոգու ուրախություն։ Նա աղոթել է ազատվածների խաղաղ կյանքի վերականգնման եւ մնացած բոլոր գերիների շուտապույտ ու անվտանգ վերադարձի համար, խաղաղություն մաղթելով հայրենիքին ու աշխարհին։ Ամերիկան դադարեցնում է վիզաների տրամադրումը ինչպես 75 երկրների, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացն այդ երկրների համար, փորձելով կանխել այն դիմորդների թիվը, որոնք կարող են հանրային բեռ դառնալ։ Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հունվարի 21-ից եւ կշարունակվեն անորոշ ժամանակով։ Ներգաղթային վիզաների կատեգորիան նախատեսված է մշտական բնակության համար։ Սա նշանակում է, որ հյուպատոսությունները կշարունակեն առանց ընդհատումների ձևակերպել զբոսաշրջային եւ ուսումնական վիզաներ։ Իրանի իշխանությունները կարգադրել են բացել երկրի օդային տարածքը Ամերիկայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, դրա ժամանակավոր փակումից հետո, հայտնել են Մերձավոր Արևելյան լրատվամիջոցները։ Flight Radar 24-ի տվյալներով Իրանի վրայով թռիչքները վերսկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին։ Հինգշաբթի վաղ առավոտյան Իրանի վրայով երկինքը փակվել է բոլոր թռիչքների համար, բացառությամբ հատուկ թույլտվությամբ միջազգային թռիչքների։ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է TRIP նախագծին։ Նրա խոսքով Հայաստանում պետք է ստեղծվի TRIP ընկերությունը, պետք է որոշել երթուղիները ու այսօրվանից պատրաստվել։ Համաձայնեցված շրջանակում մենք իհարկե պատրաստ ենք եւ տրամադրված ենք եւ միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ հաղորդակցությունը ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք, եւ մեր տրամադրությունն է նա, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք եւ գանք արդեն նորմալ խաղաղությանը հարիր մթնոլորտի եւ տրամաբանության այն պետք է ընդգծենք, որ դա ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում միանշանակ շատ արագ չի լինել։ Երկու հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի եւ անկարգությունների հետևանքով։ Այս մասին լրագրողների զրույցում ասել է Զարհե Սինանյանը։ Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք, նշել է նա, ասելով, որ Իրանում Հայաստանի դեսպանատան հետ կապը ընդհատված է։ Տեղեկություններ ստանում են միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։ It's հոսք ոչ, դեռ ոչ, գնացող եկող կան, բայց հիմնականում ոչ կա։ Մեկ զոհի մասին է խոսք եղել, էլի։ Մեկ զոհը հաստատված է, կարծեմ երկրորդն էլ է հաստատված, բայց ավելի մեծ թվերի մասին են ասում։ Գիտեք, այդ թվերը ասում, ես եմ լսել, նույն 12-6 եմ լսել, բայց հաստատված գիտեմ H-min-ն է եւ չկա, գիտենք, որ զոհեր կան։ Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը օրենքով սահմանված կարգով։ Այսպես է արձագանքել ներքին գործերի նախարարությունը Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հայտարարությանը, որում դեսպանը մեղադրում էր հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Նախարարությունից նաև նշել են, որ հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ ներքին գործերի նախարարությունից
նշել են, որ Հայաստանը ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական գերատեսչությունների, այդ թվում բարեկամ Իրանի դեսպանության անվտանգությունը եւ երաշխավորում է բնականon գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։ Թուրքիան ցանկանում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը։ Նա նշել է, որ այս միջանցքը կարևոր է ինչպես միջին միջանցքի ավելի լայն ռազմավարական հեռանկարի համատեքստում, այնպես էլ տարածաշրջանային առումով Ադրբեջանի մյուս շրջանները Նախիջևանի հետ միավորելու առումով։ Թուրքիայի համար ձեռնտու է, որպեսզի դեպի թյուրքական աշխարհը եւ կենտրոնական Ասիա բացվի միջին միջանցքի միջոցով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ասել է Ֆիդանը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորագույն քայլ է ձեռնարկվում։ Ալիջանի սահմանային անցակետում աշխատանքների 90%-ը արդեն իրականացվել է, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ սահմանի երկայնքով ինտենսիվ աշխատանքների ավարտը մոտ է։ Իգդիրի նահանգապետը նշել է, որ իրենց նպատակն է մինչև հունվարի վերջ բացել Ալիջանի սահմանային անցումը, ինչը նրա խոսքով արմատապես կփոխի տարածաշրջանի տնտեսությունն ու սոցիալական կառուցվածքը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նիստի պահանջը ամերիկյան կողմից է։ Ավելի վաղ Իրանն էր կոչ անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դատապարտել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի կոչերը, գրավել կառավարական շենքերը եւ երկրի դեմ ուժ կիրառելու սպառնալիքները։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը համապատասխան նամակ էր հրապարակել X սոցիալական ցանցի էջում։ Իրանը իշխանափոխության դեպքում կդադարեցնի իր ռազմական միջուկային ծրագիրը, կճանաչի Իսրայելը եւ կձգտի կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Իրանի ապագայի նման տեսլական է հայտնել Ռեզա Փեհլևին իր էջում։ Նա ասել է, որ Իրանի գլոբալ կերպարը ներկայից համակարգում ձևավորվել է ահաբեկչության, ծայրահեղականության եւ աղքատության ազդեցության ներքո։ Նրա պնդմամբ ազատ Իրանը ընդհակառակը կդառնա տարածաշրջանում կայունացնող ուժ եւ պատասխանատու գործընկեր միջազգային ասպարեզում։ Իրանի իշխանությունները ցուցարարներին կախաղան հանելու ծրագրեր չունեն, այս տարբերակը նույնիսկ չի քննարկվում, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Սա Ամերիկայի նախագահին այս ամենի մեջ ներքաշելու համար սկսված ապատեղեկատվական արշավի տարերից մեկն է, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Նշել է Արաքչին, նրա խոսքով Իրանում ներկայումս բողոքի ցույցեր չկան եւ երկրում հանգստություն է տիրում։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում էին լուրեր, որ ցույցի մասնակիցներին պատրաստվում են մահապատժի ենթարկել։ Լեհաստանի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների Ամերիկան պատրաստվում է 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։ Ավելի վաղ Թրամփը Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները, վստահեցնելով, որ օգնությունը ճանապարհին է։ Մեծ Բրիտանիան Թեհրանից տարհանել է իր դեսպանին եւ հյուպատոսական բոլոր աշխատակիցներին Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով։ Նշվում է, որ դիվանագետներին տարհանելու որոշումը կայացվել է Իրանում անվտանգության իրավիճակի գնահատման հիման վրա։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը հայտնել էր, որ բրիտանական իշխանությունները ժամանակավորապես փակել են Թեհրանում գտնվող դեսպանատունը։ Ֆրանսիան հայտարարել է Գրենլանդիայում Դանիայի կողմից կազմակերպված ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին։ Մակրոնը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի իր էջերում։ Նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ զորավարժություններին։ Նա նշել է, որ գործողությունը կոչվում է Արկտիկական դիմացկունություն եւ առաջին ֆրանսիական ստորաբաժանումներն արդեն ճանապարհին են։ Ամերիկյան Մինեապոլիսում ակտիվիստների ցույցը վերածվել է բախումների, ոստիկանության ու ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցների հետ։ Առնվազն 29 մարդ է ձերբակալվել։ Բողոքի ցույցերը սրվել են 37-ամյա Ռենե Գուդի սպանությունից հետո։ Մեքենան վարելիս նրա վրա կրակել էր ներգաղթի ծառայության աշխատակիցը։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ կրակ բացած գործակալը գործել է ինքնապաշտպանության նպատակով։ Տեղական իշխանությունները պնդում են, որ կինը որևէ սպառնալիք չի ներկայացրել։ Ծառայությունը Սպիտակ տան հրամանով ռեյդեր է անցկացնում օրինական ներգաղթյալների դեմ։ Դեկտեմբերի սկզբից Մինեսոտայում իրականացված ռեյդերի ժամանակ ձերբակալվել է 2000 մարդ։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա, պատճառելով 2 զոհ։ Հիշեցնենք, որ երեկ էլ Թայլանդի հյուսիսարևելքում շինարարական կռունկը փլուզվել էր ուղևորատար գնացքի վրա, պատճառելով առնվազն 30 զոհ եւ 60-ից ավելի վիրավոր։
Հայաստանում հեղուկ գազի թանկացումը պայմանավորված է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով եւ Ռուսաստանից ներկրվող գազի դեպքում եղանակային պայմաններով։ Այս մասին հայտարարել է Գևորգ Պապոյանը։ Վերջին օրերին հեղուկ գազի գինը լցակայաներում աճել է 40-ից 50 դրամով, նախկին 190 դրամի համեմատ, ինչի ֆոնին վարչապետը կարևորել է թրիպուղու գործարկումը։ Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի։ Նախագծի ընդունման արդյունքում տուրքի տեսակները կհամապատասխանեցվեն հաստատված ԵԱՏՄ կարգերին։ Օրենսդրական փոփոխությունների ընդունումը նաև պայմանավորված է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առևտուրը, ինչպես նաև արտահանումը եւ ներմուծումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ, ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Նշվում է, որ հիմա տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։ Այս նախագծով այդ տարանջատումը հնարավոր կլինի իրականացնել։ Այս պահին պոլիկլինիկաներում մեծ հերթեր չկան, չնայած առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը։ Կառավարության նիստում հայտարարել է Անահիտ Ավանեսյանը եւ ասել, որ հունվարի 15-ին ժամը 10-ի դրությամբ գրանցվել է 87048 ապահովագրական այց, որից 7739-ը ամբուլատոր, 8612-ը հիվանդանոցային։ Այս ցուցանիշները համապատասխանում են ակնկալիքներին։ Նա նշել է, որ համակարգը գտնվում է մշտական վերահսկողության տակ։ Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ որոշ անձինք եւ կազմակերպություններ առանց լիցենզիայի առաջարկում են ֆինանսական ծառայություններ, ստեղծելով զեղծարարությունների եւ ֆինանսական կորուստների բարձր ռիսկեր քաղաքացիների համար։ Բանկը իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտնաբերվածների ցանկը եւ հորդորում է քաղաքացիների նման դեպքեր հայտնաբերելու դեպքում տեղեկացնել պաշտոնական ճանապարհով, ինչպես նաեւ օգտվել միայն կենտրոնական բանկի լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից։ Փետրվարի 15-ից գործարկվելու է միասնական զանգերի կենտրոնը, որը կմիավորի ոստիկանության եւ փրկարար ծառայությանն ուղղված զանգերը։ 112 համարով 1 զանգով քաղաքացիները կկարողանան արագ կապ հաստատել համապատասխան ծառայությունների հետ, ապահովելով ավելի օպերատիվ եւ համակարգված արձագանք եւ բարձրացնելով անվտանգությունը։ Ավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելի ներգողացող երիտասարդների։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Քանաքեր-Զեյթուն համայնքի բնակիչ 20-ամյա եւ 21-ամյա երկու երիտասարդներ։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք։ Կառավարության նիստն ամփոփվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողների հետ հարց ու պատասխանով։ Առաջին հարցը վերաբերում էր պաշտոնյաներին տրամադրվող պարգևավճարներին։ Վարչապետի խոսքով պարգևավճարների տրամադրման հիմնական նպատակներից մեկը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։ Մյուսը պետական համակարգը աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելը։ Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է։ Շատ էականորեն է փոխվում եւ Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ մրցակցություն է առաջանալու Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ներդրումային ծրագրեր եւ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ եւ մենք այդ թվում պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։ Փաշինյանի ընդգծմամբ պետական պաշտոնյաների վարձատրության զգալի մասը պետք է ուղղվի մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը եւ հմտությունների զարգացմանը։ Դա կառավարության ռազմավարական ծրագրի կարևոր բաղադրիչներից է, Ցիկյանը կրթության համատեքստում։ Վարչապետի աշխատավարձը պետական որոշման շրջանակում ավելացել է շուրջ 1.5 միլիոն դրամով։ Անդրադառնալով թրիփ նախագծին Փաշինյանը նշեց, որ ծրագրի նախապատրաստական փուլի համար ԱՄՆ-ն արդեն հատկացրել է ավելի քան 140 միլիոն դոլար։ Մնացած ներդրումների չափը ըստ Պարզ կդառնա տեխնիկատնտեսական հաշվարկների ավարտից հետո։ Հիմա կարծում եմ, որ այնպես վիճակ է ստեղծվել, որ ոչ թե մենք ենք գումարներ փնտրում, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է գումարներ փնտրում, այլ գումարներն են Հայաստանի Հանրապետությանը փնտրում։ Եվ սա ամենամեծ տնտեսական նորությունն է։ Փաշինյանը խոսեց նաև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման խորհրդի գործունեության մասին, ներկայացնելով, թե ովքեր կարող են ընդգրկվել խորհրդի կազմում։ Խորհրդի անդամ կարող են դառնալ այն մարդիկ, ում վերաբերյալ կլինի միաձայնություն խորհրդում։ Սա առաջինը։ Երկրորդը, ինչպես բոլոր այլ կազմակերպություններում, եթե անհրաժեշտություն է լինում, կլինի հրավեր, եւ եթե կլինեն դիմումներ, կլինի կամ մերժում կամ բավարար։ Անդրադառնալով 4 գերիների վերադարձին եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված երկու քաղաքացիների արտահանձնմանը վարչապետը նշեց. Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն,
Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Փաշինյանը խոսեց նաև Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ձևավորված կարծիքի մասին։ Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք եւ ամեն ինչ արել ենք եւ կշարունակենք անել Իրանի Իսլամական Հանրապետության մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դոնալդ Թրամփի հայտարարությանն անդրադառնալով, ըստ որի Իրանի հետ համագործակցության դեպքում ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը կարող է ավելանալ 25%-ով, Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է նախ ծանոթանալ փաստաթղթին եւ միայն դրանից հետո քննարկել մանրամասները։ Այս փոստն է 2-3 ամիսա կա։ Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ Ժակ Կուստոյի փողոցն է, այս փոստն իսկական պատուհաս է դարձել վարորդների համար վթարների պատճառ է դառնում, մեկն էլ հունվարի 15-ին է տեղի ունեցել, բախվել են BMW-ն ու Chevrolet-ն, 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Բախումը տեղի ունեցել ճակատային եւ հիմնական վթարի հիմնական պատճառը նշված բախման վայրից մոտ մի 10 մետր հեռավորության վրա գտնվող 2.5 ամսից ավելի ըստ բնակիչների հայտնածի փոսն է։ Հարևանությամբ ապրողներն էլ հայտնել են, որ փոսը 2 ամսից ավելի է ինչ կա 100 մետրային կողմ Էրեբունու թաղապետարանն է։ Բնակիչները վարչական ղեկավարի ուշադրությունն են հրավիրում, օպերատիվ գործողություններ են պետք։ Իսկ սա Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ է։ Մերկասարույցի պատճառով 24-ամյա Արտյոմը Նիսան Տիանայով բախվել է երկաթե դարպասին մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի տարածքում։ Քաղաքացիների խոսքով հունվարի 2-ից մինչև հունվարի 15-ը այս մերկասարույցի պատճառով 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Իսկ կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել ճանապարհը մաքրելու համար։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ժամանել էին փրկարարության Երևանի թիվ 8-րդ շրջփրկարարական ջոկատի փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Նույնիսկ հարևանները նշում են, որ սա 3-րդ վթարն է մերկասարույցի պատճառով այս քանի օրը որ եղել է։ Իսկ խմելու ջուրն է հաստատ։ Մենք շաբաթից ավելի է Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Արագյուղ բնակավայրի 6-րդ փողոցում խմելու ջրի խողովակն է վնասվել։ Աննպատակ հոսում է, այս օրերին ահռելի քանակությամբ խմելու ջուր է կորել։ Էսի սենց գալիս է, ստեղ բան անում։ Նայ, ստեղ արդեն սենց գնում է այնյան, չէ արդեն։ Էսի մի քանի օր էսես գնաց խաղաղասկի վաշը դուրս չգաց դից ինքը ոնց եղել է։ Բնակիչները ամեն օր են զանգահարել Վեոլիա ջուր, պատասխանել են, որ զանգը գրանցված է, իսկ այդ ընթացքում ջուրը ոչ մի րոպե չի դադարել հոսել։ Ես մի շաբաթ զանգում եմ Վեոլիա ջուր, մենակ բան գրանց։ Նույն բանն է ասում։ Ինչ ասում։ Արագյուղում ասում եմ, հա, որ փողոցը նորից նույն պատմությունը, մի շաբաթ նույն բան։ Ճարահատյալ արագյուղցիները ՀՑԿՀ նախագահին ու Կոտայքի մարզպետին են դիմում հուսով, որ գոնե նրանք արձագանքեն, հրատապ քայլեր կձեռնարկեն։